Ժառանգության շուրջ միշտ լուրեր են տարածվում։ Միայն այս ընտրությունները չէ։ Ես ուզում եմ հիշեցնել, թե նախորդ ավականու ընտրությունները, թե նախագահական ընտրությունները, ինչքան եղել է ժառանգության շուրջ միշտ հաճույքով ինչ-որ ուժեր, ինչ-որ լուրեր են տարածել։ Դա կապված է գիտեք թերևս ինչի հետ, որ ժառանգությունը երբեք իր պարտքը չի համարել ուրեմն իջնել որոշ բամբասանքների մակարդակի պատասխանել կամ եւ այդ պատճառով այդքան հեշտ է ժառանգության դեմ ինչ-որ սերփի առանելը, բայց դա հիմա ամեն դեպքում չեմ էլ կարծում, որ դա մեծ վնաս է տալիս կամ օգուտ է տալիս այն մարդկանց, որոնք որ այդ նման կարգի լուրեր են տարածում։ Իսկ մանդատների հարցը ներկայումս քննարկվում է։ Որևէ որոշում այդ հարցում չկա ժառանգությունում կայացված։ Երբ որ լինի եւ եթե լինի, անպայման դուք կիմանաք։ Հավանական է, ովքեր որ ցուցակի առաջին համանուն իրանք անցնեն խորհրդարան, եւ փոփոխություններ կլինեն։ Ես զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, քանի դեռ որևէ որոշում չկա։ Բայց քննարկումն ընթանում են։ Գիտեք, ամեն ինչի քննարկումը լինում է, ցանկացած հարց կարող է քննարկվել։ Իհարկե, ժողովրդավարական կուսակցություն է ժառանգությունը եւ ցանկացած տարբերակ սցենար քննարկվում է։ Շատ ավելի տարբեր սցենարներ են քննարկվում, քան դուք նույնիսկ կարող եք այս պահին կռահել։ Այս պահին ամենաշատը խոսվում է Ռաֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու մասին ու նաև Զարուհի Կոստանդյանի։ Արդյոք կան նման բաներ, թե դրանք ուղղակի լուրեր են։ Ես նորից եմ ասում, որևէ որոշում նման կայացված չկա։ Առաջիկայում Ռաֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսով հանդես կգա եւ ինքը արդեն բոլոր վերջակետերը կդնի այդ հարցերի շուրջ։